Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցությունն ենք ներկայացնում։ Ես Պարտակ Տենկյուրեղյան, Արամ Քոչարյան, Իշխան Գևորգյան։ Եկել ենք ամբողջ փաթեթը փաստաթղթերի մուտք անենք։ Քանի հոգուց է բաղկացած ձեր 87։ Նաև տեսանք վերջերս, որ ակտիվ քննադատվում էր ձեր կուսակցության մի անդամ, անունի չեմ հիշում, ով նկարոներ բոլոր իշխանության բոլոր ներկայացուցիչների, հիմա այդ մարդը ձեր մոտ է նորից։ Մելիք Վարդանյանի հետ եք ենթադրում եմ։ Մելիք Վարդանյանը ինքը մեզ աջակցում է, հիմա էլ է շարունակում աջակցել։ Զուտ իր որոշումով որոշել է ցուցակում չընդգրկվի, որպեսզի այսպես ասած վնաս չտա, բայց մենք իրան դիտարկում ենք, որ մարդը որոշում է կայացրել այլևս չաջակցի իշխող ուժին ու միանա մեզ, ինչը դրական են գնահատում, որտեղ ուրիշ տարբերակ չեն գտնում, որով որ դու կարող ես հաղթել եղած իշխանությանը։ Իսկ ձեր առաջին համարը ով է։ Ես։ Բայց մեր մոտ առաջի համարը չի նշանակում վարչապետի տեխնացու, մենք առանձին վարչապետի տեխնացու ընտրություն ենք անելու, այդ ժամանակ կարա ուրիշ մարդ լինի։ Դեռևս չունենք, ապրիլի 25-ից սկսելու է process-ը, մայիսի 1-ին արդեն վերջնական իմանալու ենք։ Ապրիլի 25-ին բացվելու է process, որով մարդիկ կարող են առաջադրվել։ Մենք վարչապետի տեխնացուի համար ունենք հատուկ պայման, որ ինքը պետք է ստորագրի 10 տարով ինքնասահմանափակող փաստաթուղթ, այսինքն հաղթելու դեպքում մեր վարչապետի տեխնացուն պետք է 100 օրվա ընթացքում մեր նախանշած օրակարգը իրականացնի, իսկ դրանից հետո նշանակի արտահերթ ընտրություններ, որին ինքը չպետք է մասնակցի։ Այսինքն պետք է գտնել մարդ, ով որ պատրաստ է այդ գործընթացը սկզբից մինչև վերջ իրականացնել։ Ապրիլի 25-ից է մեկնարկելու, դեռևս ոչ։ Շանսերը ինչպես է գնահատում, հաշվի առնելով, որ ամեն դեպքում ունեք ուժեղ մրցակիցներ, իշխանություն, ընդդիմություն, որը ևս ռեսուրսներ ունի, խոսքը գիտենք ընտրություններին մասնակցել է, ենթադրում են նաև լուրջ ռեսուրսների մասին, դուք ինչպես եք գնահատում ձեր շանսերը։ Եվ քննադատում ենք ձեզ ձայներ փոշիացնելու։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում բավականին շատ բոլորին դեմ եմ քաղաքացիներ կա, այդ բոլոր տեսակ հարցումներն էլ ցույց են տալիս։ Մեր նպատակն է այդ մարդկանց շատ զգալի մասին հասնելու։ Այսինքն մեր քարոզարշավը ուղղված է լինելու այդ մարդկանց, ովքեր որ բոլորին դեմ են, իրենք կամ չեն գնում ընտրության, կամ վատի վատագույնի մեջ են ընտրում, մենք փորձելու ենք այդ մարդկանց ձայների զգալի մասը վերել մեր կողմ։ Պատրաստվում եք ինչ-որ ուժի հետ համագործակցել։ Նախընտրական, նայեք, բոլորին դեմ եմ բաց է բոլոր ուժերի հետ համագործակցելու։ Ցուցակի տեսանկյունից էլ չենք կարող, որտեղ հանձնում ենք, բայց յուրաքանչյուր մարդ անհատ թե թիմ կարող է ընդունել մեր հռչակագիրը ու աջակցել։ Իսկ կան ուժեր, որոնց հետ բացառում եք ձեր համագործակցությունը։ Նայեք, մենք միայն համաձայնվելու ենք մեր օրակարգի շուրջ գործընթացներին, այսինքն չի լինելու։ Մեր օրակարգը հետևյալն է. մենք իրականացնելու ենք 3 հատ փոփոխություն, 100 օր հետո անելու ենք նոր ընտրություններ ու պարտադիր այդ օրակարգի իրականացնողը պետք է լինի մեր վարչապետի տեխնացուն։ Այսինքն եթե ուժերը կհամաձայնվեն այդ օրակարգին հետ, մենք պատրաստ ենք աշխատելու։ Հիմա տեսեք, եթե օրինակ այնպես է համագործակցությունը չի ստացվի, համագործակցել, Մենք այդ ցուցակների հետ էր կապված խնդիրը հիմնականում, եվրոպական կուսակցությունը ցանկանում էր մեր ցուցակներով գնալ, սակայն մենք ներքին հանրային ընտրության գործընթաց էինք սկսել, որը արդեն իսկ մեկնարկել էր ու էլ ժամանակ չկար, որպեսզի նոր տեխնացուներ գրանցվեին, այդ պատճառով ցավոք չստացվեց այդ համագործակցությունը։ Տեսականորեն, եթե ձեր ուժը անցնում է խորհրդարան, հաղթահարում է անցողիկ շեմը եւ այնտեղ հարց է առաջանում, որ պետք է ընտրել վարչապետ քվեարկությամբ կամ Նիկոլ Փաշինյանին կամ օրինակ Սամվել Կարապետյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, դուք ում կընտրեք։ Վարչապետ ընտրելը քվեարկությամբ չի, այսինքն օրենքով նախատեսված է, որ եթե չկա որևէ ուժ, որ հաղթահարել է 50%-ը, եղած ուժերը պետք է իրար հետ կոալիցիա կազմեն, նշելով ով է իրենց վարչապետի տեխնացուն։ Մենք բոլոր ուժերին առաջարկելու ենք մեր օրակարգը մեր վարչապետի տեխնացիով։ Եթե ուժերը չհամաձայնվեն դրան, մենք ոչ մի տեղ անելու բան չունենք, իրենք կարող են գնալ երկրորդ փուլ։ Այսինքն որևէ մեկին չեք պատրաստվում միանալ։ Ոչ։ Իսկ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը հավանական է համարում, եթե իրենք ընդունում են ձեր պայմանները։ Եթե իրենք մեր ամբողջ օրակարգը կընդունեն, մեր վարչապետի տեխնացուն կլինի ու մենք մեր բոլոր process-ները մենք իրականացնենք, այսինքն որևէ այլ նախապայման չի լինի, մենք բոլոր ուժերի հետ պատրաստ ենք։ Դուք բոլորին դեմ չեք, հա։ Մենք բոլորին դեմ ենք։ Մենք այս օրակարգի շուրջ պատրաստ ենք, այո, մինչև մեր օրակարգի իրականացումը, այսինքն այդ մնացածը պետք է ձեզ հարմարվեն ըստ չէ։ Այո։ Մենք մեզ կապել ենք, sense ասած, ինչ որ։ Ինչը։ 30% օրինակ, դուք 7
ինչու պետք է ուժերը համաձայնվի ձեր օրակարգով առաջ գնալ եւ որևէ փոխզիջման պատրաստ։ Որովհետեւ մեր օրակարգը 100-օրյա օրակարգ է ու ինքը ընդհանուր քաղաքական դաշտի համար ժողովրդավարության տեսանկյունից մի քայլ առաջ օրակարգ է ու մենք ընդամենը 100 օրով ենք ուզում ու նաեւ մեր վարչապետի տեխնացուն հաջորդ ընտրություններին չի մասնակցելու, այսինքն այնպիսի իրավիճակ չի լինելու, որ մեր վարչապետի տեխնացուն մասնակցի ու ձայների 70%-ը բանանի, իր կողմ տանի։ Օրինակ Սերժ Սարգսյանն ասում էր, որ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին, եթե այդ խորհրդանական մոդելի անցնենք, երրորդ ժամկետի չեմ հավակնում։ Հիմա Սերժ Տեխնացյանն ասում չեմ հավակնում, բան եմ պատրաստ փորագրել, բայց գնում է ու օրինակ ձեզ խափելով պատրաստ համագործակցում է ուժերից մեկի հետ, ինչ է կարող։ Հայք մեր տեխնացուն նախ մենք ռեալիստ ենք նայում իրավիճակին, մենք իշխանություն չենք լինելու 60%-ով, այսինքն հավանական սցենարը ձեր ասած սցենարն է, որ մենք ինչ որ տոկոս հավաքենք ու այդ սցենարում կարողանանք դաշինքով դառնանք։ Ձեր թիմակիցներից ինչ-որ մարդիկ համաձայն են քվեարկել վարչապետի տեխնացուից ինչ-որ մեկի օգտին իշխանության ներկայացուցիչին կամ ընդդիմության։ Վարչապետի տեխնացուին քվեարկությունով չի լինում, հենց այդ է։ Դաշինք կազմեն, ասում ենք իրենց տեխնացուի շուրջ կհամախմբի կոնսոլիդացիա, ընդդիմության տեխնացուի շուրջ, հա, մենք այտենց խնդիր չունենք դրված, մենք մեր անդամներին վստահում ենք, նման հարցի առաջ չենք կանգնելու։ Եվ վերջին հարցս շատ կան քննարկումներ, որ բոլորին դեմ եմ անվանում է կուսակցության։ Մոլորեցնող է եւ մարդիկ կարող են մտածել, որ իրենք այդպես ոչ թե կուսակցություն են ընդունում, այլ ձեր առաջարկածը, որ հետո օրենքով ուզում եք առաջարկել բոլորին դեմ տողը։ Հիմա ասեք չեք գտնում, որ իրոք մոլորեցնող քաղաքացի։ Նայեք, որևէ նման ձևակերպում օրենքի տեսանկյունից չկա մոլորեցնող, այսինքն այդ օրենքով նախատեսված չի եւ մենք գրանցվել ենք որպես կուսակցություն, այսինքն այդ իմաստով խնդիր չկա մեր մասնակցությանը։ Որտեւ եթե մոլորեցնող նայենք, շատ կուսակցությունների անուններ էլ կարանք ասենք, որ մոլորեցնող է, չի արտահայտում ամբողջովին այն ինչ որ իրենք ներկայացնում են։ Երկրորդ մասն էլ հետեւյալն է, որ մենք բոլորին դեմ եմ մարդու քվեն հենց այդ ձև արտահայտելու ենք, այսինքն մենք չենք մնալու մանդատներ ունենանք, թե հաղթանակի, թե պարտության դեպքում եւ մեր արած փոփոխություններից հետո ավելացնելու ենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկը ու հեռանանք, այսինքն այդ տեսանկյունից մենք ամբողջովին արտահայտելու ենք կարճաժամկետ իշխանություն եք ուզում։ Այո, այս փուլում այո։ Բայց օրինակ պետությունը նաև երկիրը պատրաստ է օրինակ 100 օր մեկ ընտրություններ կազմակերպի իրականացնի, դա հսկայածավալ աշխատանքի մասին է խոսքը, այսինքն այո, մենք կարծում ենք, որ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից այդ կարևոր քայլ է ու մենք դա պետք է անենք անկախ ամեն ինչից։ Մի հարց եւս առաջացավ նոր, եթե ուժերից մեկը օրինակ համաձայնում է ձեր առաջարկած տարբերակն օրինակ 1% իջեցնել շեմը, բոլորին դեմ տող ավելացնել, պատրաստ եք այդ ուժի վարչապետին թե ոչ, մենք մեր ամբողջ օրակարգը ոչ թե ներառում է զուտ այդ կետերի փոփոխությունները, այլ նաև մեր գործողությունների պլանը, ինչի մեջ ներառում է մեր վարչապետի տեխնացուն, այո։ Բացի նժարից ելով է միացել այս նախաձեռնությունը։ Մեզ միացել է Հայկ Մանասյան, իրենց հիմնադիր ազատակարգ, այո, բժիշկ Հայկ Մանասյան, նաև միացել է Իրավական պետություն կուսակցությունը Վարդան Քալանթարյանի անունով ցույցացել։ Իսկ ով է ցուցակը առաջին համարը։ Այս պահին ես։ Այսինքն կարող մտնեք ներս։ Չէ, դժվար փոխվի։ Չէ, որ ասեք այս պահին դրա։ Չէ, ես եմ առաջին համարը, բայց բայց այդտեղ հատուկ չէ, ամոթ չի։ Այստեղ զուտ հատուկ նշում անեմ, առաջի համար դա դեռ չի նշանակում վարչապետի տեխնացու մեր դեպքում, այսինքն մեր մոտ առանձին վարչապետի տեխնացուի ընտրությունը արվելու, որից հետո կհայտարարենք ով է մեր վարչապետը։ Կարա ինքը լինի ցուցակի, ասենք 10-րդ համարը, կարա ցուցակից դուրս էլ լինի։ Ես Մայիսի 1-ին, ամսի 25-ին սկսում է process։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք դասական առումով նախընտրական ծրագիր չունեք, տնտեսություն, արտաքին քաղաքականություն, անվտանգություն, ձեր հիմնական դա է, որ 100-ից պետք է նոր ընտրություններ լինեն։ Այո, 100-ից պետք է լինեն նոր ընտրություններ, որտեղ քաղաքական իրողությունն է փոխվելու, ինչպես նաև մենք իրականացնելու ենք 3 օրենսդրական փոփոխություն։ Այդ կայուն մեծամասնությունն ենք չեղարկելու, տոկոսն ենք իջեցնելու, շեմի անցողիկ 1% եւ ավելացնելու ենք բոլորին դեմում քվեարկել։